Պարոն Մելիքյան, այս պահին հակակոռուպցիոն դատարանում քննվում է Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։ Ինչ եք կարծում, այս անգամ ինչ որոշում կկայացնի դատարանը, ինչ ակնկալիք ունեն։ Երբ որ ես եմ լինում պաշտպանության կողմում, միշտ ասում եմ, որ չես կարող լինել պաշտպան եւ գոնե ֆորմալ առումով շակնկալես, որ դրական որոշում կլինի։ Այստեղ միակ հիմքը դրական ակնկալիք ունենալու նախատոնական հրաշքներն են, անկեղծ ասեմ, շատ դառնությամբ ասեմ, քաղաքական հետապնդումների ես անիվը որևէ կերպ չի կանգնում եւ ցավոք սրտի անգամ այս օրերին, երբ որ մարդիկ պատրաստվում են ամանորին, չգիտեմ ինչի հրատապություն գտան, գիշերվա կեսին խոզարկություն, ձերբակալություն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մարդ, որը որ երբեք սպասելի չի որևէ ապօրինություն։ Կարծում եմ, սա իշխանությունների ուղիղ ուղերձն է քաղաքական համակարգին, որ ընտրություններին եւ այլ օրինական process-ներին մասնակցելու հակվածությունը ամենևին երաշխիք չէ, պահպանելու ազատության իրավունքը, պահպանելու բոլոր օրինական իրավունքները, որ քաղաքացիները ունեն։ Սա ուղիղ ուղերձ եմ ես համարում եւ բնականաբար համարում եմ շատ հստակ քաղաքական հետապնդում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ։ Դուք որպես փաստաբան ինչ եք կարծում, սա ինչի հետևանքով էր, քանի որ շատ գործընկերներ նշեցին, նախագահը կուսակցության նշեց, որ չի կարող նման բան եղել եւ չի եղել, սակայն նաեւ սա որակեցին որպես քաղաքական հետապնդում, ինչ եք կարծում, ինչու հենց հիմա հիշեցին դրա մասին։ Դե նշեցի արդեն, որ երկու գործոն կա, սա իշխանությունների կողմից համապետական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում է, երկրորդն էլ կարծում եմ հատուկ դիտավորություն է եղել նաև մարդկանց ամանորը փչացնելու։ Սա ես հատուկ եմ տեսնում, որոնք քաղաքական դիտավորություն։ Ինչ վերաբերում է առհասարակ ընտրակաշառքի գործերին, ես քանի որ մեկ այլ ընտրակաշառքի ճակերտավոր գործով արդեն քանի ամիս է ներկայացնում եմ տատիկների գործ անունը ստացած գործով Գյումրու տեղական ընտրություններից հետո առաջացած ես գիտեմ իրականությունը եւ ես գիտեմ թե ինչպես են ներկայացնում դա իրավապահ մարմինները այս առումով որևէ հավատ չի ներշնչում իրավապահների ներկայացրած վարկածը